Տագնապ ենք անվանում այն վիճակը, որը որ արտահայտվում է անորոշ վախի եւ ներքին անհանգստության զգացումով։ Տագնապն ինքն իրենով դա պաշտպանողական վարքային մեխանիզմ է, որը որ նախատեսված է եղել պոտենցիալ վտանգին պատրաստվելու եւ դիմակայելու համար։ Այսինքն բոլոր կենդանի օրգանիզմները ապրում են այս տագնապ իրավիճակներում, երբ որ չկա ակնհայտ թշնամի, որին պետք է դիմակայել, բայց կա վտանգավոր իրավիճակ, որը որ հետագայում կարող է բերել որևէ վտանգի։ Տագնապի ժամանակ իհարկե ներքին անհանգստությունը առաջանում է այն պատճառով, որ նա պատրաստում է օրգանիզմի բոլոր ներքին ֆունկցիաները վտանգին դիմակայելու, այսինքն սրտխփոց, զգայարանների աշխատանքի ուժեղացում, շարժողական մոբիլիզացիա, այս բոլոր երևույթները կատարվում են նրա համար, որ եթե հանկարծ այս վտանգը լինի, կարողանան դրան դիմակայել կենդանի օրգանիզմները։ Երբեմն տագնապի ժամանակ մենք դիտում ենք նաև մի շարք այլ համախտանիշներ, որոնք որ կախված են լինում արդեն ոչ թե վտանգին պատրաստվելու, այլ վտանգը կանխատեսելու հետ։ Այսինքն փորձում են պրոգնոզներ կառուցել, թե հետագայում ինչ կպատահի։ Եվ եթե մենք համեմատենք տագնապի զգացումը կենդանիների մոտ եւ տագնապի զգացումը մարդկանց մոտ, մենք կտեսնենք, որ դրանք գրեթե նույն զգացումներն են, որոնք որ արտահայտվում են մարդկանց մոտ պարզապես մտածողական ֆունկցիայի ավելի բարձր ներգրավումով, քան կենդանիների մոտ։ Այսօր մենք խոսենք տագնապային խանգարման մասին, որը որ հանդիսանում է ինչպես ամենատարածվածներից մեկը, այնպես էլ յուրահատուկ է նրանով, որ ամենաքիչ ախտորոշվողներից մեկն է, այսինքն սա խանգարում է, որը որ շատ բժիշկներ եւ ցավոք նույնիսկ շատ հոգեբուժներ միշտ չէ որ ճանաչում են։ Տագնապային խանգարումը ինքը իրենով հանդիսանում է վիճակ, որը որ հակված է քրոնիկ ընթացքի, այսինքն եթե մենք ունենում ենք այս վիճակը, նա կարող է տևել ամբողջ կյանք, որոշակի փոփոխություններով, ծանրանալով, թեթևանալով, սակայն եթե լիարժեք բուժում չի ստանում, այն կարող է ուղեկցել մարդուն ամբողջ կյանքի ընթացքում։ Տարբերում ենք գեներալիզացված տագնապային խանգարում, որը որ համատարած տագնապի զգացողություն է, որ մարդը ապրում է ամբողջ կյանք, ունենք նաև մի շարք տագնապային խանգարումներ, որոնք որ ուղեկցվում են այլ սիմպտոմներով, մասնավորապես դեպրեսիայով, մասնավորապես կպչուն սևեռուն մտքերով, որոշակի վարքային կամ էմոցիոնալ խանգարումներով։ Եվ շատ հատկանշական է տագնապի ժամանակ նաև այսպես կոչված խուճապային գրոհի վիճակը, այսինքն տագնապի գերագույն արտահայտումը, երբ որ այն հասնելով իր գագաթնակետին, մարդկանց մոտ առաջացնում է արդեն կոպիտ վարքային խանգարում, որի ժամանակ մարդիկ կարող են տեղից վեր թռնել, փախչել, փորձել ինչ-որ դուրս բրծնել տարածքներից, ապրում են շատ արտահայտված սոմատիկ ախտանիշներ, ուժեղ սրտխփոց, մահվանից վախ, այն աստիճանի, որ դա բացարձակ հնարավոր չի լինում կառավարել։ Տագնապային խանգարման ժամանակ հիմնականում, եթե մենք փորձում ենք պարզել մարդկանցից ինչն է իրենց բերել այս վիճակին, մենք գտնում ենք, որ այս վիճակի արմատները թաքնված են լինում մանկության մեջ, այսինքն մեծ դեր է խաղում դաստիարակությունը, որը որ ստացել են այս մարդիկ, եթե մանկությունում նրանց ներշնչվել են մաքսիմալիզմի, պերֆեկցիոնիզմի գաղափարներ, եթե մանկությունում նրանց մոտ ձևավորվել են առանձին վախեր կամ ֆոբիաներ կապված իրենց առողջության հետ, անհանգստություն առողջության կամ կյանքի համար, կամ եղել են որևէ իրավիճակներ, որում նրանք շատ ուժեղ վախ են ապրել կապված իրենց կյանքի եւ առողջության համար, այս ամենը իհարկե նպաստում է հետագայում տագնապային խանգարումների զարգացման։ Իհարկե, ասելով տագնապը մենք պետք է նկատի ունենանք, որ սա առանցքային համախտանիշ է այս խանգարման ժամանակ եւ կարողանանք այն տարբերակել մասնավորապես վախից, քանի որ նրանք արտակնապես բավականին նման են մեկը մյուսին։ Առաջի տարբերությունը դա զգացողության անորոշությունն է։ Այսինքն, եթե վախի ժամանակ հիվանդը միշտ կարող է նշել, թե ինչից է նա վախենում, տագնապի ժամանակ կոնկրետ օբյեկտ, որը որ վախ է առաջացնում, կարող է չլինել։ Դրա փոխարենը կա անորոշ զգացողություն, որը որ հաճախ արտահայտվում է հետևյալ բառերով, ինձ թվում է հեսա մի վատ բան կպատահի, ես անընդհատ մտածում եմ իրավիճակի ամենավատագույն զարգացման մասին, պատկերացնում եմ, որ սովորական իրավիճակը կարող է ամենավատագույն ճանապարհով գնա։ Բացի դրանից տագնապը ի տարբերություն վախից շատ հաճախ ունենում է իր կոնկրետ լոկալիզացիան, այսինքն հիվանդը կարողանում է ցույց տալ մատով, թե որտեղ է գտնվում իր տագնապը։ Հիմնական տեղակայումը դա լինում է կամ կոկորդի շրջանում սխմածություն, սրտի շրջանում ծակոցներ, ցավեր, ծանրության զգացողություն եւ ճնշում արևային հյուսակի շրջանում։ Դա հիմնական 3 տեղակայումներն է տագնապի։ Հիմնական զգացողություններից մեկը, որը որ ուղեկցում է տագնապը, դա վախն է սեփական կյանքի կամ սեփական առողջության համար, որը որ ուղեկցվում է նաև ագորաֆոբիայով, այսինքն վախով բաց տարածքներից։ Ինչ է կատարվում։ Մարդ, որը վախենում է իր առողջության համար,
խուսափում է գտնվել այնպիսի վայրերում, որտեղ իրեն չեն կարողանա օգնություն ցուցաբերել, իսկ այսպիսի վայրերից են կամ մեծ բաց լայնածավալ տարածքները, որտեղ որևէ մեկը չկա, այսինքն կտրված քաղաքային կյանքից, մարդաշատ վայրերից, կամ հակառակ այնքան մարդաշատ վայրերը, որտեղ որ իրենց ուշադրություն կարող է չդարձնեն, այսինքն ամբողջը ինչ որ հավաքներ, որտեղ որ այնքան շատ մարդ կա, որ իրենց պոտենցիալ իհարկե իրենց այդ պատահած վատ բանը, որը որ իրականում չի պատահում երբեք, բայց եթե պատահի, նա չի գրավի բոլորի ուշադրությունը, որտեղ բոլորի ուշադրությունը շեղված է որևէ այլ բաների վրա։ Նման մարդիկ շատ հաճախ խուսափում են դուրս գալ տնից, հեռանալ տնից որևէ տարածությունից ավել։ Շատ հաճախ լինում է, որ նրանք իրենց մեքենաների մեջ սկսում են հավաքել այդ բոլոր հարմարանքները, որը որ կօգնեն, այսպես ասած, իրենց կյանքը փրկել, այսինքն դեղորայք, բժշկական միջամտության որևէ միջոցներ, հեռախոսը պահում են միշտ այնպես, որ կարողանան արագ զանգահարեն։ Օրինակ հաճախ պատահում են հիվանդներ, ու մոտ բժշկի համարը հեռախոսի վրա արդեն հավաքած, այսինքն նրանց մնում է միայն այդ կոճակը սեղմել բժշկին զանգելու, եթե իրանք հեռանում են քաղաքից մի քիչ ավելի հեռու կամ իրենց տնից մի քիչ հեռու։ Հաճախ իհարկե նրանց մոտ ձևավորվում են նաև որոշակի ռիտուալներ, մասնավորապես որևէ բան խմել, որևէ բան ուտել, այսինքն կատարել մի փոքրիկ գործողություն, որը որ իրենց կշեղի այդ իրենց տանջալի ներքին ապրումներից եւ վախից, որ իրենց հետ որևէ բան է պատահելու։ Հաջորդ կոմպոնենտը տագնապի, որը որ արտահայտված է, դա ձախողվելու վախն է, այսինքն մի կողմից մենք ունենում ենք վախ առողջության համար կամ կյանքի համար, մյուս կողմից մենք ունենում ենք վախ իրենց մասնագիտական կամ մարդկային ճիշտ ընդունվելու եւ ճիշտ գնահատվելու համար։ Սա ավելի շատ բնորոշ է ոչ թե բուն տագնապային խանգարումներին, այլ անձի տագնապային զարգացումներին, որը որ հանդիսանում է մի վիճակ, երբ մարդը ի սկզբանե առողջ լինելով ձեռք է բերում նևրոտիկ բնույթի որոշակի անձի հատկանիշներ, որոնք որ նպաստում են տագնապի զարգացմանը։ Այս դեպքում իհարկե մարդիկ շատ անհանգիստ են լինում, թե ինչ տպավորություն են իրանք թողնում, ինչպես են իրենք հագնված, ինչպես են իրենք շարժվում, ինչպես են իրենք խոսում, արդյոք բոլորը ճիշտ են հասկանում իրենց ասածը, արդյոք բոլորը ադեկվատ են ընկալում իրենց մտքերը, եթե նրանք ինչ որ պատճառով պատրաստ չլինեն հանդիպմանը, օրինակ իրենց հագած շորը իրենց դուր չգա կամ մազերի սանրվածքը դուր չգա, իրանք ավելի շուտ կխուսափեն այդ հանդիպումից, քան այդ վիճակում կգնան հանդիպմանը։ Այսինքն աստիճանաբար սկսում է ձևավորվել խուսափողական վարք, որը որ նպաստում է նաև տագնապի բարձրացմանը, որտեղ ինչքան նրանք խուսափում են, այդքան հետագայում նրանց դժվար է լինում այդ վիճակից դուրս գալ, նորից վերադառնալ այդ իրենց լավ վիճակին, որում իրենք կարող են գնալ հանդիպումների, որ բանակցություններ վարել, շփվել մարդկանց հետ, լավ տպավորություն թողնել եւ այլն։ Այսինքն աստիճանաբար ձևավորվում է նաեւ սոցիոֆոբիայի վիճակ, երբ որ մարդիկ սկսում են խուսափել ցանկացած տեսակի սոցիալական կոնտակտներից։ Երրորդ բանը, որ տագնապի ժամանակ բավականին հաճախ հանդիպում են, դա առանձին ֆոբիաներն են։ Իհարկե առանձին ֆոբիաները կախված են լինում այդ մարդկանց առօրյա կյանքի հետ, մենք չենք խոսում սպეციფიկ ֆոբիաների մասին, եւ սրանցից տարածվածներն են մասնավորապես կլաուստրոֆոբիան, փակ տարածքներում գտնվելու վախը, որը որ տվյալ դեպքում լինում է այսպես կոչված կլաուստրոֆոբիա մենակով, այսինքն նրանք վախենում են մենակ մնալ փակ տարածքներում, որտեղից անմիջապես ելք չունեն։ Եվ հաջորդ վիճակը, որը որ շատ տարածված է, դա աերոֆոբիան է, այսինքն վախ օդանավով թռնելուց։ Նրանք շատ անհանգիստ են լինում, իհարկե սա էլ իր մեջ կլաուստրոֆոբիայի տարրեր ունի, որտեղ օդանավը շատ փակ տարածք է, որից հնարավոր չէ դուրս գալ, եւ նույնպես բավականին ծանր են տանում օդանավով թռիչքները։ Մեկ այլ ֆոբիա, որը որ բնորոշ է տագնապին, դա նոզոֆոբիան է, այսինքն վախ հիվանդությունից։ Անընդհատ վախենում են, որ ինչ-որ հիվանդությամբ կհիվանդանան, երբեմն այս վախը այն աստիճանի է հասնում, որ արդեն սկսում է վիճակը աստիճանաբար նմանվել կպչուն սևեռուն խանգարումի։ Առհասարակ մենք պետք է նկատի ունենանք, որ տագնապը ինքը իրենով դա առանցքային համախտանիշ է, որը որ կրկնվեն բնորոշ է շատ հոգեկան խանգարումներին եւ այն մի ամբողջ միջավայրը, որի իր մեջ կարող է ներգրավել շատ խանգարումների նշաններ եւ կախված անձի տեսակից, կախված հիվանդության հետագա զարգացումից տագնապային խանգարումը աստիճանաբար կարող է ձևափոխվել դեպի դեպրեսիա կամ դեպի կպչուն սևեռուն խանգարում։ Եվս մեկ յուրահատուկ վախ է տագնապի ժամանակ հանդիսանում վախ խելագարությունից։ Որպես կանոն գիտության բոլոր տվյալները ցույց են տալիս, որ
Տագնապային խանգարումը դա այն մակարդակի խանգարում է, որը որ երբեք չի կարող անցնել ավելի ծանր հոգեկան հիվանդության։ Այսինքն, երբ մենք խոսում ենք դեպրեսիայի կամ նևրոզի կամ կպչուն սևեռուն խանգարումի մասին, դրանք նույն մակարդակի խանգարումներ են, ինչ որ տագնապը, բայց տագնապը երբեք չի դառնում փսիխոզ, երբեք չի ընթանում ցնորքներով, զառանցանքներով, չի բերում ինվալիդիզացիայի եւ այլն։ Այսինքն, այդ վախը խելագարության, նա հիմնավորված չէ, սակայն հանդիպում է շատ հիվանդների մոտ եւ բավականին լուրջ ձևեր է ընդունում այն աստիճանը, որ կարող է հանդիսանալ առանցքային ախտանիշ, այսինքն տագնապով տառապող մարդը որպես իր միակ գանգատ ներկայացնի վախը խելագարությունից։ Իհարկե, այս դեպքում պետք է մարդկանց փորձել բացատրել, հիմնավորել, որ իրենց վախը չունի որևէ ռեալ հիմք եւ չի կրում իր մեջ որևէ ռեալ ռիսկեր, սակայն եթե մենք դա չանենք լուրջ թերապիայի սահմաններում, այլ փորձենք առանձին պարզապես այդ մարդկանց բացատրել, մեծ հավանականությամբ մենք կձախողվենք, որովհետև նրանք այս անհանգիստ եւ լարված վիճակում երբեմն ի վիճակի չեն լինում այս ինֆորմացիան լիարժեք ընկալել եւ հասկանալ։ Նաեւ պետք է հաշվի առնենք, որ տագնապի ժամանակ մենք ունենում ենք մի շարք սոմատիկ գանգատներ, այսինքն նույն այն բոլոր գանգատները, որոնց մասին մենք խոսում ենք դեպրեսիայի ժամանակ, տարբեր տեսակի սոմատիկ ցավեր նույնպես կարող են արտահայտվել տագնապի ժամանակ։ Ինչ անել տագնապային խանգարման դեպքում։ Բնական է դիմել մասնագետին եւ այս դեպքում ի տարբերություն շատ հոգեկան խանգարումներից մեր բուժումը պետք է լինի հիմնականում փսիխոթերապևտիկ։ Այսինքն դեղորայքը կարող է պարզապես մի փոքր ինչ կարգավորել տրամադրության ֆոնը, ստեղծել բարենպաստ միջավայր փսիխոթերապիայի համար, սակայն գրեթե երբեք դեղորայքը ինքը իրանով լիարժեք բուժում մեզ չի տալիս։ Այսինքն փսիխոթերապիան ուղղակիորեն ցուցված է։ Իհարկե, ինչպես եւ բոլոր հոգեկան խանգարումների դեպքում, բուժման process-ում առաջատար մասնագետը պետք է լինի հոգեբուժը։ Ցանկալի կլինի, եթե հոգեբուժը ինքն էլ կարողանա զբաղվել փսիխոթերապիայով, որպեսզի վիճակը անընդհատ վերահսկողության տակ գտնվի։ Տագնապային խանգարումով մարդիկ պետք է հասկանան, որ այս վիճակը շատ դանդաղ է բուժվում, քանի որ այն կախված է շատ խորքային համոզմունքների եւ վարքային մոդելների հետ, եւ հիմնական բանը, որը որ պահանջում է տագնապով հիվանդ մարդկանցից, դա անվերջ անսահման համբերությունն է բուժման ընթացքում, այսինքն դա միակ ճանապարհն է, որը որ կօգնի հասնել հաջողության։